Ռուսաստանը Ուկրաինային անդառնալի հետևանքներով է սպառնացել այն բանից հետո, երբ ռուսական կողմի պնդմամբ Ուկրաինայից արձակված արկը Ռոստովի մարզի բնակչի մահվան պատճառ է դարձել։ Նախագահ Վլադիմիր Պուտինը խորը մտահոգված է տեղի ունեցած պատահարով, փոխանցում է Կրեմլի լրատվական ծառայությունը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստանում է հերթական կոշտ խոսակցությունը Ուկրաինայի հետ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը մասնավորապես հայտարարել է, որ պատահարն անարձագանք չի մնա։ Կիևը մինչդեռ հերքում է միջսահմանային կրակոցների մասին պնդումները, մեղադրանքները համարելով միանգամայն անհեթեթ։ Ուկրաինայի արտգործնախարարությունը պատրաստակամություն է հայտնել հետաքննել ողբերգական դեպքը։ Երեկ այս մասին տարածված հայտարարության տեքստում ուկրաինական կողմը Ռուսաստանին հորդորել է անաչառություն եւ անկողմնակալություն ցուցաբերել։ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները հայտարարել են, որ Ուկրաինայից արձակված արկը ընկել է բնակելի տան վրա, խլելով մեկ մարդու կյանք, մարմնական վնասվածքներ հասցնելով եւս 2 հոգու։ Նույն օրը Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Եվգենի Բուշմինը առաջարկել էր Ուկրաինայի տարածքին ճշգրիտ հարված հասցնել։ Նրա խոսքով դա կարող է դադարեցնել Ուկրաինայի կողմից ռուսական տարածքի գնդակոծումը։ Եթե դա հրետանային սարքավորում է եղել, այն պետք է ոչնչացվի։ Պետք է հասարակական հնչեղություն ստանա այն փաստը, որ Ռուսաստանի դեմ ցանկացած հարձակում պատասխան է ստանալու, պետք է համարժեք պատասխան տալ, ասել է Բուշմինը։ Ուկրաինայից ստացվող լուրերի համաձայն իրավիճակը արևելյան շրջաններում շարունակում է լարված մնալ։ Ռուսամետ ապստամբներն անցած գիշեր գրավել են Լուգանսկի օդանավակայանը։ Ռուսական լրատվամիջոցներն էլ փոխանցում են, որ օդանավակայանի տարածքում մեծամասշտաբ հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հանդիպելով երկրի ուժային կառույցների ղեկավար կազմի հետ հայտարարել է, որ վերջին 3 օրերի ընթացքում ուկրաինական զինուժի դեմ կիրառվում է ռուսական նորագույն հրթիռային համակարգ։ Պորոշենկոյի խոսքերով կան հաստատված տեղեկություններ այն մասին, որ Ուկրաինայի դեմ պատերազմում են ռուս սպաները։ Ուկրաինան շարունակում է հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլը, սակայն անհրաժեշտ է փոխել մարտավարությունը, որը կուժեղացնի սահմանների պաշտպանությունն ու բնակչության պաշտպանվածությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։